Ժողովող 3-րդ գլուխ 7-րդ խոսք։ Սա այն է, երբ ասում է, թե ինչի համար ժամանակ կա, եւ դրա մեջ ասում է նաեւ կա պատառելու ժամանակ եւ կարելու ժամանակ, լռելու ժամանակ եւ խոսելու ժամանակ։ Խոսքս վերնագրել եմ այսպես. խոսել թե լռել։ Խոսել թե լռել։ Մենք գիտենք զգուշացումը Աստծո խոսքից, որ ասում է ամեն մի ասված խոսքի համար պատասխան պետք է տաք։ Եվ երբեմն կարող է միտք գալ, հիմա ինչ անենք, լռենք, որպեսզի ստիպված չլինենք պատասխան տալու, խոսած ասենք ավելորդ խոսքերի համար, անպատեհ մտքերի համար, ստիպված չլինենք պատասխան տալ Աստծո առջև։ Գուցե ավելի լավ է լռել, բայց եղբայրներ, քույրեր, մենք պետք է պատասխան տանք Աստծո առջև ոչ միայն ասված ամեն մի անպատեհ խոսքի ու մտքի համար, այլ նաև չհռչակված պատգամների համար։ Այն խոսքերի համար, որ պետք է ասենք, բայց չենք ասել։ Այն մտքերի համար, այն պատգամների համար, որ պետք է բարձրաձայնենք, բայց չենք բարձրաձայնել, դրա համար նույնպես պետք է պատասխան տանք։ Եկեք կարդանք Եզեկիել 3-րդ գլուխ 17-ից 21-րդ համարի խոսքերը։ Մարդի որդի, ես քեզ դետ եմ դրել Իսրայելի տան համար, եւ դու պետք է իմ բիրանից խոսք լսես եւ զգուշացնես նրանց իմ կողմանե։ Այս որ հիմա ես խոսում եմ խոսքս եղբայրներ քույրեր, ես խոսում եմ կոնկրետ Աստծո խոսքի վերաբերյալ, բայց այն կիրառելի է նաեւ մեր բոլոր ընթացքների մեջ, կենցաղի մեջ, հարաբերությունների մեջ, հարևանների մեջ, բոլոր ոլորտների վրա կիրառելի է այն, ինչ որ հիմա այստեղ խոսում եմ, բայց ես հիմա խոսում եմ կոնկրետ Աստծո խոսքը խոսելու կամ երբ այն պետք չէ խոսել, այդ մասին է խոսքը։ Երբ որ ես ամբարաշտին ասեմ, անպատճառ պետք է մեռնես, եւ դու նրան չզգուշացնես, եւ չխոսես, որ զգուշացնես ամբարաշտին իր չար ճանապարհից, որ ապրի, այն ամբարիշտը իր անօրենությունով կմեռնի, բայց նրա արյունը քո ձեռքից կպահանջեմ։ Իսկ եթե դու զգուշացնես ամբարաշտին եւ նա ետ չդառնա իր ամբարաշտությունից եւ իր չար ճանապարհից, նա իր անօրենությունով կմեռնե, իսկ դու կազատես քո անձը։ Եվ երբ որ արդարը ետ դառնա իր արդարությունից եւ չարություն անի, եւ ես գայթակղություն դնեմ նրա առաջին եւ նա մեռնի, որովհետեւ դու նրան չզգուշացրիր, նա իր մեղքով կմեռնի եւ չի հիշվի նրա արած արդարությունը, իսկ նրա արյունը քո ձեռքից կպահանջեմ։ Եվ եթե դու զգուշացնես արդարի, որ չմեղանչի արդարը եւ նա էլ չմեղանչի, նա պատճառ կապրի, որովհետեւ զգուշացվել է եւ դու կազատես քո անձը։ Տեսնում եք, պահեր կան, որ լռելը չի կարող արդարություն համարվել, չի կարող ճիշտ համարվել։ Մենք կաչված ենք զգուշացնելու մարդկանց նրա համար, ինչի համար, որ Սուրբ Հոգին կատարում է մեր միջոցով, արդարության համար, դատաստանի համար, որ կա դժոխք, կա կորուստ, մենք պետք է քարոզենք Աստծո խոսքը։ Մենք բոլորս գիտենք մեծ պատվիրանը, գնացեք եւ ամբողջ աշխարհը քարոզեցեք, ով որ հավատաց եւ մկրտվեց կփրկվի։ Առաքյալները գնացին քարոզելու։ Բայց մի պահ կար, երբ Սուրբ Հոգին նրանց արգելեց քարոզել։ Կարող է առաջի պահից տարօրինակ թվա, ես չգիտեմ ինչի Տերն արգելեց առաքյալներին քարոզել Աստծո խոսքը այդտեղ, Ասիայի մեջ, այդ մասին գրված է Գործք առաքելոցում։ Գործք առաքելոց 16-րդ գլուխ 6-րդ խոսքից։ Եվ Փրիուգյան եւ Գաղատացիների երկիրը ման եկան, Սուրբ Հոգուց արգելվելով, որ Ասիայի մեջ Աստծո խոսքը չխոսեն։ Եվ երբ որ եկան Միսիայի կողմերը, ջանք էին անում, որ գնան դեպի Բյութանիա, եւ Հոգին թույլ չտվեց նրանց։ Այսինքն Աստված որոշակի ինչ-որ սահմանումներ ունի, ես չգիտեմ նա ինչպես է ընտրում, ես չգիտեմ նա ինչպես է որոշում։ Դա իր մենաշնորհն է եւ դա իր իրավունքն է։ Մովսեսին ասեց Տերը. կգթամ ում որ կգթամ եւ կողորմեմ ում որ կողորմեմ, դա ինքն է որոշում։
Եվ ես ինքս է շատ անգամներ ասել եմ, Տեր, շնորհակալ եմ քեզանից, փառք եմ քեզ տալիս, չգիտեմ ինչի ես ինձ գթացել ու ողորմացել, բայց այնքան փառք եմ տալիս քեզ, որ ինձ գթացել ես ու ողորմացել։ Դա հասկանում ես այն ժամանակ, երբ արժանանում ես Աստծո գթությանը եւ ողորմությանը։ Բայց ինչպես հիմա, այնպես էլ առաջի դարում արդիական էր այդ պատվիրանը գնալ եւ քարոզել ամբողջ աշխարհին։ Առաքյալները հենց այդ նպատակով դուրս էին եկել քարոզելու Աստծո խոսքը։ Եվ նրանք գնացել էին մի տեղ, մի երկիր, Ասիայի մեջ էին գտնվում եւ գրված է. Սուրբ Հոգուցը արգելվեցին, որպեսզի այնտեղ Աստծո խոսքը չխոսեն։ Կարող է տարօրինակ լինել, բայց այդպես է, Աստծո խոսքը մեզ ասում է, կա խոսելու ժամանակ, կա լռելու ժամանակ։ Կան իրավիճակներ, երբ որ պետք է խոսել, կան իրավիճակներ, երբ որ չպետք է խոսել։ Տիմոթեոսի մեջ, 2 Տիմոթեոս 4:1 խոսքից այսպես է գրված, որ ասում է. վրա հասիր, ժամանակին լինի, թե ժամանակից դուրս խոսքը քարոզիր։ Սաստիր, հանդիմանիր ամենայն խստությամբ, խոսքը ամբողջությամբ մեջ չեմ բերում, ամենայն խստությամբ, երկայնմտությամբ, դու ես ձեր, հասկանում եք, այսինքն իրավիճակներ կան, երբ որ պետք չի նայել հիմա հարմար ժամանակ է խոսելու, թե հարմար ժամանակ չի խոսելու։ Հիմի վայել կլինի, որ խոսեմ, թե վայել չի եղնի, որ խոսեմ։ Այդ ժամանակներ կա, որ Տերն ասում է պետք է լռես, ինչպես առաքյալներին ասեց։ Գիտեք ինչ, եթե մենք սկսենք խոսել այն ժամանակ, երբ որ պետք է լռել, մենք ճիշտ նույն ձևի սխալ կանենք, երբ որ սկսենք լռել այն ժամանակ, երբ որ պետք է խոսել։ Այդ ամենը հասկանալու համար մենք պետք է կարողանանք սովորենք Սուրբ Հոգու հետ այնպիսի մտերմություն ունենանք, որ կարողանանք լսել նրա ձայնը, որովհետև ով էր, որ առաքյալներին պատվիրեց գնալ եւ խոսել եւ ով էր, որ պատվիրեց այդտեղ չքարոզել, գրված է Սուրբ Հոգուցը արգելվեցին, որպեսզի Ասիայի մեջ Աստծո խոսքը չխոսեն։ Սուրբ Հոգուց արգելվեցին։ Եթե նրանք չկարողանային հաղորդակցություն չունենային Սուրբ Հոգու հետ այն աստիճանի, որ կարողանային զանազանել Տիրոջ ձայնը, հասկանալ նրա պատվերը, կամքը եւ առաջնորդությունը, ապա նրանք կարող էին շատ մեծամեծ սխալների մեջ հայտնվել։ Եվ այն ինչ որ բարիքի համար էր, որ Տերն ուղարկել էր, կարող էր չարիքի շուրջ գալ։ Աստված նույնպես ինքը ժամանակ առ ժամանակ լռում է։ Երբեմն մենք ասում ենք, ես ժամանակներ կա, որ ասել եմ, Աստված միշտ խոսում է եղբայրներ, քույրերս, ես այդ ձև ասել եմ, ասում եմ, ուղղակի մենք չենք իրան լսում։ Չէ, Աստված միշտ ու ամեն ժամանակ չի խոսում։ Ժամանակներ կան, որ Աստված խոսում է, եւ ժամանակներ կան, որ Աստված լռում է։ Մեր Աստվածը խոսացող Աստված է, որովհետև ի տարբերություն աշխարհի կրոնների մնացած բոլոր կուրքերի, մեր Աստվածը կենթանի Աստված է, կենթանի Տեր է, եւ նա խոսում է։ Մենք իր պատկերով եւ նմանությունով ենք ստեղծված, եւ եթե մենք կարողանում ենք այսպես խոսել, հապա ինքը ինչպես է խոսում։ Տիրոջ ձայնի մասին շատ հզոր բաներ կա գրված Աստծո խոսքի մեջ, որ հիմա չեմ ասում։ Թե ինչեր է գործում Տիրոջ ձայնը, Տիրոջ ձայնի զորությունը։ Հրեշտակները երկնքում կատարում են Աստծո կամքը նրա ձայնը լսելով, բայց կա ժամանակ, որ Աստված լռում է, ինչպես Իսրայելի հետ, եւ 400 տարվա լռությունից հետո նա նոր միայն 400 տարի լռեց Տերը, չխոսեց Իսրայելի հետ, եւ նոր դրանից հետո խոսեց Մովսեսի միջոցով, խոսեց թե Իսրայելի հետ, խոսեց նաեւ աշխարհի հետ, խոսեց նշաններով, հրաշքներով, խոսքերով, պատվերներով, զորություններով, ամեն տեսակ սքանչելիքներով։ Երբ Տերը խոսում է, Տերը հենց այնպես չի խոսում, բայց կա ժամանակ, որ Տերը լռում է։ Եվ մենք այնքան դասեր ունենք սովորելու, այնքան թանկ դասեր ունենք սովորելու Աստծո այդ լռության մեջ, որովհետև Աստված այնպես պերճախոս է լռում։ Այնքան բան կա, այնքան պատգամներ կան այդ լռության մեջ։ Դա երբեմն բաներ կան, որ Աստծո լռության մեջ մենք շատ ավելի արագ եւ շատ ավելի ճիշտ ենք ընկալում եւ սովորում, քան եթե Տերը մեզ դա բացատրեր խոսքերով եւ գործերով։ Դրա համար երբեմն լինում են դեպքեր մեր կյանքերի մեջ, երբ մեր հարցերին, մեր խնդրվածներին, մեր աղոթքներին Աստված պատասխանում է լռությամբ։
ուզում ես մեջի չճղվի ինքը լռում է։ Դու հարցնում ես ինչի ես լռում Տեր։ Ու ինքը էլի է լռում, բայց դու սկսում ես սովորել են դասերը, որը որ քեզ սովորեցնում է Աստծո լռությունը։ Երբ որ Աստված լռում է, դա պատճառը նա չի, որ նա անտարբեր է մեր նկատմամբ։ Պատճառը նա չի, որ նա չի ցանկանում պատասխանել քո աղոթքին անկախ նրանից դա ճիշտ է թե սխալ։ Չէ՞ որ կարող է Աստված ասել ճիշտ չես խնդրում կամ այս բանը այսպես է, բայց դա ինքն է որոշում։ Դա արդյունավետ դաստիարակելու ձև է իր զավակներին, իր ժողովրդին։ Լռության մեջ, երբ որ Տերը լռում է, մենք երևի թե շատ ավելի արագ ենք խոնարհվում նրա կամքի առջև, քան եթե նա մեզ բազում խոսքերով փորձեր բացատրել։ Այդ խոսքերը մենք ունենք, Տերը խոսացել է։ Այս Աստվածաշունչը, այս գիրքը Աստծո խոսելու ամենամեծ ապացույցն է։ Որտեվ սա Աստծո գրավոր խոսքն է, երբ Աստծո մարդիկ նրա խոսացած խոսքերը գրի են առել եւ կազմել են գիրք, որը մենք այսօր անվանում ենք Աստվածաշունչ։ Աստծո լռության գիրք բնականաբար չկա, որտեվ լռության գիրքը հնարավոր չի գրել, հնարավոր չի կազմել գիրք լռությունից, բայց Աստված նաև լռում է ժամանակ առ ժամանակ։ Եվ մենք պետք է հասկանանք, պետք է սովորենք, երբ է պետք լռել, երբ է պետք խոսել։ Դրա համար մենք պետք է ընկերություն անենք, հաղորդակցվենք, շփվենք, հաղորդություն ունենանք Սուրբ Հոգու հետ։ Դա այն ձև չի, որ ասես Տեր, ես ուզում եմ քեզ հետ հաղորդություն ունենամ, Տերն էլ ասի եղավ, всё արդեն ամեն ինչ նորմալ է։ Մենք գիտենք, որ Աստծո հետ հաղորդակցությունը դա բազում փորձարկումների մեջով է անցնում։ Աստծո խոսքի մեջ ասում է ձեր զգայարանները դեռևս չեն կրթվել փորձառությունով բարին եւ չարը իրարից զանազանելու։ Այսինքն դա փորձառության խնդիր է, դա պետք է ժամանակ անցկացնես Աստծո հետ, որտեղ սատանան ինքն էլ լուսափայլ հրեշտակի կերպարանքով կարողանում է գալ եւ ներկայանալ որպես Սուրբ Հոգի, որպես Աստված, իրեն ասուն Սուրբ Հոգուն չճանաչողների շփոթեցնելու, սխալների մեջ առաջնորդելու համար։ Եվ երբ որ մեր զգայարանները կրթվում են եւ սկսում ենք զանազանել բարին չարից, այն ժամանակ կարողանում ենք հասկանում ենք, երբ պետք է ասել ետիս անցիր սատանա եւ երբ պետք է ասել այո Տեր, փառք քեզ քո կամքը լինի։ Դա աղոթքների մեջ է կատարվում։ Դա կատարվում է մեր անձի խաչելությունով, դա կատարվում է Աստծո հետ, Սուրբ Հոգու հետ, առանձնության մեջ, ներքին սենյակներում ժամանակ անցկացնելով, նրան ժամանակ տրամադրելով։ Ասում են Մարտին Լյութերը այսպիսի մի բան է ասել, ես այնքան զբաղված մարդ եմ, որ եթե օրական գոնե մի 3 ժամ չաղոթեմ, ես ոչ մի գործը, ոչ մի աշխատանքը չեմ կարող հասցնել։ Իսկ մենք շատ ժամանակ ասում ենք ժամանակ չունեմ աղոթել։ Բալավ էլ ինչի ժամանակ ունեմ։ Բա ոնց հասցնենք այն մնացած բաները առանց աղոթքի, չէ որ Տերն օրհնություն տվողը։ Չէ որ մենք գիտենք, որ մարդիկ կարող են աշխատել, բայց աշխատել ծակ գրպանի համար, ծակ քսակի համար։ Եթե Տերը չօրհնի։ Իսկ երբ որ Տերը օրհնում է, մենք ոչ մի բարիքի պակասություն չենք ունենում։ Դրա համար մենք պետք է վարժվենք Աստծո ձայնը զանազանելուն։ Երբ խոսենք, երբ լռենք, երբեմն լինում են իրավիճակներ, իմ հետ պատահել է այդպես, ի վրա բերեմ օրինակը, որպեսզի եթե նմանատիպ իրավիճակներ լինեն, հանդիպած լինեն որևիցե մեկին չկարծեն, որ ինչ-որ մեկի վրայով եմ ասում։ Եղել է, երբ ասենք ինչ-որ մի անհավատների միջավայրում ենք եղել, եղբայրներից կամ քույրերից մեկը սկսել է Աստծո խոսքը խոսել, ես ինձ իմ մեջ նեղված մտածում եմ, ասում եմ, այ մարդ բահմի դրա տեղնա, սրանց էս ինչ է, խոզերի առաջին ինչի ես գցում քո մարգարիտները, բայց հետո երբ որ նայել եմ մարդկանց արձագանքին, անհավատների արձագանքին, ես հասկացել եմ, թե ես որքան եմ սխալվել։ Որտեվ ես տեսել եմ, թե ինչպես է Աստծո խոսքը այդ մարդկանց մտորելու առիթ տվել, ինչպես է նրանց մոտ հետաքրքրություն առաջացրել, ինչպես է գրավել նրանց լսելիքները։ Թեև ես այդ պահին մտածում եմ, որ դա հիմա ժամանակը չի, բա հիմա դրա ժամանակն է, այս միջավայրի մեջ, այս մթնոլորտի մեջ, Աստծո խոսք ես խոսում ես, այսա կանարգեն քեզ էլ, Աստծուն էլ, իր խոսքն էլ։
բայց չէ։ Սա գիտեք ինչի եմ ասում, որ երբ որ կտեսնես կհանդիպես մի նման իրավիճակի եւ կտեսնես, որ գուցե քեզ համար փակված է կամ դու ճիշտ չես այդպես ես գնահատում իրավիճակը, որ այդ պահին պետք չէր Աստծո խոսքը խոսել, բայց քո եղբայրը կամ քույրը խոսում է, աղոթի այդ մարդու համար, ասա Տեր օծի նրան, թող նրա բերանից դուրս եկող խոսքերը կրակով դուրս գան, ապարաժներ ջարդող մուրճի պես դուրս գան Տեր, մարդկանց քար սրտերը ջարդելու համար, նրանց սրտերի սառույցը հալեցնելու համար, աղոթի նրան եւ ոչ թե քննադատի քո եղբորն ու քրոջը։ Շատ կարևոր է, որ խոսենք մենք, թե լռենք մենք, այդ ամենի մեջ Տերը փառավորվի։ Այո, Տերը կարող է նաև մեր լռության մեջ էլ փառավորվել։ Մենք կարող ենք այնքան անպատեհ խոսել, անպատեհ ժամանակի մեջ, եւ կարող ենք այնքան անպատեհ լռել, խառնելով ժամանակները, եւ երկու դեպքում է սխալ անելով, թե խոսելու ժամանակ, թե լռելու ժամանակ։ Որպեսզի այդ ամենը կարողանանք ամեն ինչ անել իր ժամանակի մեջ, ճիշտ իրավիճակների մեջ, ճիշտ գնահատենք իրավիճակները, Աստծո հոգով նորից եմ ասում։ Դա մեր մարդկային մտքով, մեր մարմնավոր մտքով կարող ենք եւ շատ մեծ է հավանականությունը, որ կսխալվենք։ Ժամանակ կա պետք է լռել, ժամանակ կա պետք է խոսել, ժամանակ կա, երբ ասում է վրա հասի, կարևոր չի, ժամանակն է, ժամանակը չի, դու խոսի, սաստի, հորդորի, խրատի, հանդիմանի, ամենայն երկայնմտությամբ, մեծ համբերությամբ, որովհետև այդ պահին քեզ կարող է մեծ հակառակություն լինել, բայց հակառակությունը դեռևս նշան չի, որ դու ճիշտ չես անում այդ պահին խոսելով։ Այն կարող է հակառակը նշան լինել, որ դու ճիշտ պահին էլ խոսում ես։ Ոչ միայն խոսես, այլև իմանաս առաջնորդվելով Սուրբ Հոգուց, թե ինչպես պետք է խոսես։ Ասում է Աստծո խոսքի մեջ գրված է ամեն ժամանակ պատրաստ եղեք, որպեսզի կարողանաք մարդկանց հեզությամբ պատասխան տալ ձեր մեջ եղած հույսի համար։ Երբ որ մարդիկ հարցնեն, լավ, քո հույսդ ինչ է, դու ինչի ես Աստծուն հավատում։ Հա որ հավատացիր, ինչ։ Որպեսզի մենք ոչ թե ինքնապաշտպանության բնազդով ես ձև ասենք, դու անթլպատ փղշտացի ես, դու մտամ ինչ ես հասկանում, դու գիտես այս ձև չասում, հեզությունով պատասխան տվեք մարդկանց։ Շնորհքով բացատրեք մարդկանց։ Թե որն է մեր հույսը։ Ինչին ենք մենք հավատում, ինչ հույս ունենք մենք։ Բայց ելի եմ ասում, այս ամենը կարողանալու, ճիշտ կիրառելու համար մեզ անհրաժեշտ է, որպեսզի մենք ամեն ժամանակ կարողանանք լսել Սուրբ Հոգու ձայնը եւ առաջնորդվել նրանով։ Այդ դեպքում, եթե մենք պետքա խոսենք ու չխոսենք, ասենք դե լավ, ոնց որ սկզբից ասեցի ամենասկզբից, դե լավ չխոսենք, որպեսզի ստիպված չլինենք պատասխան տալ մեր խոսած խոսքերի համար։ Դա նման է նրան, երբ որ տաղանդների առակը հիշում եք, չէ՞, որ մեկը տարավ տաղանդը թաքցրեց, դա դրա նման է։ Երբ որ Տերը քեզ խոսք է տալիս խոսելու, դու այդ տաղանդը թաքցնում ես, չես խոսում։ Մարգարեությունների մեջ ասում է, Տերը ձև հանդիմանում են մարգարեներին, ասում է, Իսրայելին խոսում է, ասում է, քո մարգարեները համր շների նման են, որ հաչել չգիտեն։ Չլինի թե դրանց էլ նմանվենք։ Երբ որ Տերը պատգամ է տալիս, երբ որ Տերը խոսք է տալիս, երբ որ մի իրավիճակի մեջ առաջնորդություն ես զգում խոսելու մարդկանց հետ, անկախ նրանից, թե քրիստոնյաներ կլինեն, թե հեթանոսներ կլինեն, անհավատներին նկատի ունի։ Նշանակություն չունի, երբ որ զգում ես առաջնորդությունը, երբ որ զգում ես պատգամը, հայտնությունը, խոսիր այդ մասին։ Ուրեմն դա այդտեղ պետք է մարդկանց զգուշացնելու համար, մարդկանց սփոփելու համար, մարդկանց մխիթարելու համար։ Եթե չխոսես, եթե չխոսենք, կնմանվենք համր շներին, որոնք հաչել չգիտեն, որ տեսնելով թշնամուն գալուց չեն զգուշացնում մարդկանց, որպեսզի մարդիկ պատրաստվեն պատերազմի, որպեսզի մարդիկ պատրաստվեն հակազդելու թշնամուն, մեր հոգիների թշնամուն։ Ես ինչու եմ անընդհատ շեշտում Սուրբ Հոգով առաջնորդվելու պահը, որպեսզի չլինի թե ժամանակը, երբ որ մենք մեր, այդպես ասեմ, մեր անարգվելու վախից հանկարծ լռենք այնտեղ, որտեղ որ պետքա խոսեինք, որտեղ որ պետքա մեր ձայնը բարձրացնեինք։
ոչ ի պաշտպանություն Աստծու, ոչ ի պաշտպանություն մեզ։ Հասկանում եք, ես խոսում եմ այն մասին, որ պետք է հռչակել Աստծո խոսքը։ Եթե դու ինքնապաշտպանության տեղից ես, չէ, եղբայրներ կային հիշում եմ, ասում եմ, մի անգամ գայը կանգնացել էր, իջա կտակարան նվիրեցի բան, ասեցին, հա դե լավ գնա։ Այդ ձևի բաները հասկանում եք, հա, գուցե այդ կտակարանը տեղ ինչ-որ մի բարի գործ կաներ, չգիտեմ, Տերը գիտի։ Բայց ես այդ ձևի իրավիճակների մասին չեմ ասում։ Ես խոսում եմ կոնկրետ պատերազմական իրավիճակների մասին։ Պատերազմի մեջ նաև լռելն է հաղթանակ բերում, նաև խոսելն է հաղթանակ բերում։ Կախված նրանից, թե Տերը ինչպես է քեզ առաջնորդում, իսկ մենք պետք է միշտ հաղթողներ լինենք, թե մեր լռության մեջ, թե մեր խոսքերի մեջ պետք է միմիայն Տերը փառավորվի, պետք է մեր լռության մեջ էլ խոսելու մեջ էլ երկնքի արքայությունը քարոզվի։ Տիրոջ անունը մեծարվի ու փառավորվի, եղբայրներ, քույրեր։ Չգիտեմ, գուցե մի քիչ ծանր ստացվեց, բայց այս այն պատգամներից էր, որ անկեղծ ասեմ, ես ինքս չէի ուզում խոսեմ այս մասին, բայց որովհետև պատգամն այս ձևակերպումով եկավ ինձ, ասեցի Տեր ջան, եթե ես քո կամքը չարեմ, ես ոնց ուրիշներին ասեմ, խոսեք խոսելու ժամանակ, լռեք լռելու ժամանակ, հիմա իմ խոսելու ժամանակն է, Տերը ձեզ օրհնի, եկեք աղոթենք, եղբայրներ, քույրեր։ Փառք ես մեր Տեր, շնորհակալ ենք քեզանից մեր Աստված։ Շնորհակալ ենք, որ դու խոսացող ես Տեր, շնորհակալ ենք Տեր, որ երբ որ մենք ունենք պակաս իմաստության, պակաս գիտության, պակաս հայտնության եւ մարգարեության Տեր, դու մեզ չես թողնում անորոշության մեջ, խոսում ես մեզ հետ Տեր, քո ձևերով ու կերպերով, քո խոսքերով եւ լռությամբ մեր Տեր։ Փառք ես մեր Աստված, աղաչում եմ Հայր, որպեսզի մեզ օրհնես Տեր իմ Աստված քո հոգով, քո ներկայությունով Տեր, որպեսզի Տեր իմ Աստված մենք ամեն ժամանակ մեր ընթացքների մեջ լսենք քո առաջնորդող ձայնը Տեր, քայլելու, կանգնելու, լռելու, շարժվելու վերաբերյալ կյանքի բոլոր ոլորտների մեջ, բոլոր իրավիճակների մեջ մեր Տեր, որպեսզի մեր կյանքերի մեջ Տեր Հիսուս Քրիստոսի անուշ բույրը տարածվի միմիայն Տեր, քո անունը մեծարելու եւ քո անունը փառավորելու համար, որին միայն դու ես արժանի մեր Փրկիչ Աստված, եւ թող ամեն ժամանակ քո անունը մեծարվի ու փառավորվի, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, Ալելույա, ամեն։ Տերը ձեզ օրհնի, եղբայրներ, քույրեր։